Իսրայելի բանակը կարող է դադարեցնել ցամաքային հարձակումը հարավային Լիբանանում, ԱՄՆ եւ Իրանի միջև ձևավորվող համաձայնագրի ֆոնին։ Կանի տվյալներով քաղաքական ղեկավարությունը կարող է մոտորես նման հրաման տալ զինված ուժերին։ Միևնույն ժամանակ Իսրայելը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը անվտանգության գոտուց։ Թել Ավիվը նաեւ պատրաստվում է նվազեցնել Լիբանանի խորքում իրականացվող հարվածները, որպեսզի չվտանգի Վաշինգտոն-Թեհրան բանակցային գործընթացը։ Անվտանգության գոտու ապագան նախատեսվում է քննարկել ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա բանակցությունների ընթացքում։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է Եվրամիությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինային, անտեսելով սեփական քաղաքացիների խնդիրները։ Նրա խոսքով ԵՄ-ն պատրաստ է շարունակել հակամարտությունը մինչև վերջին ուկրաինացի զինվորը եւ վերջին եվրոն։ Ֆիցոն դժգոհել է Բրյուսելը չի լուծում մրցակցության անկման եւ բարձր էներգակիրների խնդիրները։ Նա նաեւ մտադիր է առաջիկա գագաթնաժողովում պահանջել փոխհատուցում Ուկրաինային փոխանցված սպառազինության համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ շնորհավորել նրան 80-ամյակի առթիվ։ Կրեմլի տվյալներով Թրամփը նշել է Պուտինն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով զանգահարել է իրեն այդ օրը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով ամերիկացի առաջնորդը հուզվել է շնորհավորանքից։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Ուկրաինայի շուրջ զարգացումները։ Պուտինը եւ Թրամփը կրկին անդրադարձել են ռազմական գործողությունների դադարեցման թեմային։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով վերջին շաբաթների դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ են տվել։ Փեզեշքյանը նշել է Պարսից ծոցի երկրների հետ կուտակված բազմաթիվ խնդիրներ եւ թյուրըմբռնումներ արդեն լուծման ճանապարհին են։ Իրանի նախագահը կարևորել է տարածաշրջանային լարվածության նվազեցման գործընթացը։ Նա վստահություն է հայտնել բանակցությունները կարող են նոր արդյունքներ բերել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ գործարքը վերջնականապես ավարտվել է։ Նա շնորհավորել է բոլոր կողմերին ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի անմաքս բացման եւ ԱՄՆ ռազմածովային շրջափակման անհապաղ դադարեցման մասին։ Նրա խոսքով նավթային փոխադրումները պետք է վերադառնան բնականon ռեժիմի։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Նրա խոսքով կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել Կատարին, Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային միջնորդական դերակատարության համար։ Մինչ ստորագրումը նախատեսվում են մի շարք նախապատրաստական բանակցություններ։ Պակիստանի վարչապետը համաձայնագիրը գնահատել է որպես դիվանագիտական մեծ հաջողություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է իսրայելական զորքերը չեն լքի Լիբանանի հարավը։ Ynet-ի տվյալներով այդ դիրքորոշումը նա փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նեթանյահուն ընդգծել է Իսրայելը իրեն պարտավորված չի համարում կատարել Իրանի հետ համաձայնագրի լիբանանյան դրույթները։ Ցախալը շարունակելու է պայքարը Հեզբոլլահի ենթակառուցվածքների դեմ։ Թել Ավիվը պնդում է ներկայությունը Լիբանանում պայմանավորված է ազգային անվտանգության պահանջներով։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Վաշինգտոն եւ Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնության հիմնական պայմանները։ Ըստ այդ տեղեկությունների ԱՄՆ-ն պարտավորվում է ապաստարեցնել 24 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ եւ վերացնել նավթային պատժամիջոցները։ Բացի այդ, Վաշինգտոնը պետք է չտեղակայի նոր ուժեր մերձավոր արևելքում։ Իրանը իր հերթին վերահաստատել է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Թեհրանը նաեւ պարտավորվել է չստեղծել միջուկային զենք։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է Իրանի հետ համաձայնագիրը կարող է արմատապես փոխել մերձավոր արևելքը առաջիկա 50 տարիների ընթացքում։ Նրա խոսքով գործընթացը կարող է վերջ դնել երկարատև հակամարտություններին։ Վենսը նշել է տարածաշրջանը կդառնա ավելի գրավիչ ներդրումների համար։ Նա նաև կանխատեսել է էներգակիրների գների նվազում եւ տնտեսական ակտիվության աճ։ Փոխնախագահը համաձայնագիրը ներկայացրել է որպես պատմական հնարավորություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին հայտարարեց խորհրդարանական հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս արդյունքներով ինտրիգն այն էր, թե արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Բարգավաճ Հայաստանի ձայները վերահաշվարկի արդյունքում ավելացել էին 147-ով, սակայն քանի որ 3 տեղամասերի արդյունքները անբավեր էին ճանաչվել, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կորցրել էր 222 ձայն, ինչի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցնում խորհրդարան։ Սակայն եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի այդ 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնել, ամենայն հավանականությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կլրացնի պակասող մի քանի տասնյակ ձայները եւ կհայտնվի նոր ազգային ժողովում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաեւ որոշում խորհրդարանում մանդատների բաշխման մասին։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիրը ստանում է 61 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 28 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը 3 ժամ անել էր Հայաստան։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանի նախագահի օգնականը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված եւ սահմանագծված հատվածով անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված ջանքերի համատեքստում կողմերը նաեւ մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։ Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի եւ այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը, հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ եւ երկարատև խաղաղության համար, նշել է Փաշինյանը։ Նշենք, որ Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։ Լյուքսեմբուրգում Միրզոյանը մասնակցում է Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։ Անցած տարի 2025 թվականին Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են կադաստրի կոմիտեից։ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք արկա չէ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան եւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող, հայտնել են գերատեսչությունից։ Կոմիտեից տեղեկացրել են նաեւ, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։ Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը, կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի արդիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները եւ դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարին, միջնորդելով հանցագին կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում այդպիսի սխեմաներում ներգրաված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով։ Վաղը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան-Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոնցորեն ընդհանուր 490 տոննա ծավալով, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը վաղը ժամը 15:00-ին կմեկնի ադրբեջանական երկաթուղիներ փակbaşնետիրական ընկերության Բիլաջարի կայարանից, կուղևորվի դեպի Բյուրք-Քյասիկ կայարան, որտեղից կուղղվի դեպի Վրաստան, իսկ այնուհետև Հայաստան։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 3 վագոնցորեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին։ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը հայտնել է, գործարքը հնարավոր է կնքվի շաբաթավերջին կամ երկուշաբթի։ Ամերիկացի առաջնորդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչու վերջերս սոցիալական ցանցերում արված գրառումը որակել է որպես շատ խրախուսական։ Նա նաև պահանջել է պաշտոնական պարզաբանում իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք նրա կարծիքով պարունակում են կեղծ տեղեկատվություն։ Դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտություն եւ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու եւ 9 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Գագիկ Ծառուկյանը հայցադիմումում պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայինորեն հերքի 2026 թվականի մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես նրան հանցագործ շպիոն գործակալ անվանելը, հանցավոր գործարք կնքած լինելու, Հայաստանի ժողովրդին թալանելու եւ օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում ներառելու վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի, այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը եւ սուտ են։
Ֆինանսների նախկին նախարար Պեկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդու Արտյոմ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 5-ին քննչական կոմիտեի կողմից հարուցված հանրային քրեական բարույթի վերաբերյալ, որը հանրայնացվել է քննչական կոմիտեի կողմից հայտարարության մեջ ասվում է. Արտյոմ Կարապետյանը մայիսի 30-ից գտնվում է արտերկրում, որտեղ իրականացված բժշկական հետազոտության արդյունքներով նրան բժշկական ցուցում է տրվել մինչև հունիսի 19-ը չլքել բուժ հաստատությունը եւ անցնել հիմնավոր բուժում, որոնց մասին փաստաթղթերը առկա են եւ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին, սակայն ապօրինաբար միջնորդություն է ներկայացվել դատարան Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ նույնպես կիրառել կալանքը որպես խափանման միջոց։ Գործի քննությունը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, ում վերաբերյալ կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ եւ համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմաց։ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի անհիմն որոշումը բնականաբար կբողոքարկվի վերաքննիչ դատարան, հայտնել է փաստաբանական խումբը։ Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ եւ օգտահաշիվներ իրենց անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Նա մասնավորապես նշել է. Ուժեղ Հայաստան դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվների ստամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին եւ անհատ լրագրողներին, փորձելով ստեղծել թյուր տպավորություններ եւ տարածել ապատեղեկատվություն։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն Ուժեղ Հայաստանի հետ եւ չեն արտահայտում մեր դիրքորոշումը, նշել է Մարիաննա Ղահրամանյանը։ Խստորեն դատապարտում են գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը, այս մասին հայտարարություն է տարածել Հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը եւ նշել. Ալեն Ղևոնդյանին բացարձակապես առանց հիմքերի ձերբակալել է, իսկ այնուհետև հանրային խոսքի իրավունքից զրկել է, հերթական անգամ վկայում է այն մասին, որ կեղծված ընտրություններով ու օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել խոսքի ազատությունն ու քաղաքացիական մյուս ազատությունները։ Պահանջում ենք դադարեցնել շինց քրեական հետապնդումը, մեր զորակցությունն ենք հայտնում Ալեն Ղևոնդյանին, ասված է Հայաքվեի հայտարարության մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով ուղերձում մասնավորապես ասված է. Ցանկանում եմ ձեր գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր տարած հաղթանակի կապակցությամբ, մաղթելով ձեզ քաջ առողջություն եւ երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին հետագա առաջընթաց եւ բարգավաճում։ Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կենտրոնացած կլինի երկրի դիմակայունության ամրապնդման վրա, կիբեռանվտանգության, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եւ քաղաքացիական անվտանգության ոլորտներում եւ չի մասնակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը։ ԵՄ գործընկերության առաքելության դերը Հայաստանում երկրի դիմակայունության ամրապնդումն է, հատկապես կիբեռանվտանգության, հիբրիդային սպառնալիքներից պաշտպանության եւ քաղաքացիական անվտանգության ոլորտներում այս առաքելությունը չի ներգրավելու խաղաղության գործընթացին եւ որևէ առնչություն չունի Հայաստանի միջազգային հարաբերությունների հետ, նշել է նա։ Պաշտոնյայի խոսքով առաքելությունը որևէ կերպ չի ներգրավելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ բացառապես կենտրոնանալու է Հայաստանին աջակցելու վրա։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բերման ենթարկել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Պատճառը դատական նիստին նրա չներկայանալն է։ Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Օհանյանը նախկինում մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Դատարանը որոշել է կիրառել հարկադրական միջոց, գործի դատավարությունը շարունակվում է։ Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս եւ բլոգեր Միխայել Վերբիցկին, այս մասին Դոժցե Ռոստալիքին հայտնել են Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության բաժնից, նա հետախուզման մեջ էր եւ ձերբակալվել է, ներկայումս գտնվում է Երևանի մեկուսարանում, հայտնել է ներքին գործերի նախարարության աշխատակիցը։ Վերբիցկու ձերբակալության մասին առաջինը հայտնել էր լրագրող Օլեգ Կաշինը, նշելով, որ դա իրականացվել է Ռուսաստանի Դաշնության հարցման հիման վրա։ 2025 թվականին Վերբիցկին ներառվել էր Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի ծառայության կողմից վարվող ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում։ Ցուցակում նրա անվան կողքին նշված աստղանիշը նշանակում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության վերաբերյալ հոդվածով։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմից քաղաքացիական պայմանագրին չեն միանալու։ Նրա խոսքով հակառակը իշխանության թիմից են միանալու իրենց։ Կարապետյանը վստահություն է հայտնել իր քաղաքական ուժի ապագայի նկատմամբ։ Նա նշել է նման գործընթացների համար բոլոր նախադրյալները կան։ Քաղաքական գործիչը չի մտահոգվում հնարավոր հեռացումներից։ Նրա խոսքով դա չի ազդի իրենց ծրագրերի վրա։ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նա նշել է տարաձայնությունները պետք է լուծվեն բաց երկխոսությամբ։ Փոխվարչապետը կարևորել է փոխադարձ հարգանքի սկզբունքը։ Նրա խոսքով երկու երկրների համագործակցությունը պետք է շարունակվի։ Միջոցառմանը մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գրիգորյանը շեշտել է բարեդրացիական հարաբերությունների կարևորությունը։ Իրանի Սիրիկ նավահանգստում պայթյունը տեղի ունեցել Հորմուզի նեղուցի մոտ։ Պետական լրատվամիջոցները հայտնել են միջադեպի մասին։ Հաղորդվում է, որ հնարավոր է կապ լինի ռազմական գործողությունների հետ։ Տարածքը համարվում է ռազմավարական նշանակության գոտի։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է կոռուպցիոն բացահայտումների մասին։ Նա նշել է դրանք կհրապարակվեն շուտով։ Նրա խոսքով դրանք կարող են փոխել Օրբանի կուսակցության դիրքերը։ Մադյարը մեղադրում է նախկին իշխանություններին խարդախությունների մեջ։ Ըստ Axios-ի ԱՄՆ-Իրան գործարքը լուրջ հարված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար։ Նեթանյահուն եւ իր թիմը փորձում են չքննադատել ԱՄՆ նախագահին հրապարակավ, սակայն մասնավոր քննարկումներում նրանք խիստ մտահոգված են։ Վաղ կա, որ Իրանը կարող է ժամանակ շահել առանց իրական զիջումների։ ԱՄՆ-Իրան գործարքը սպորտալի Նեթանյահուի համար դառը հաբ է։ Ամերիկյան զորքերը խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր։ Դրանք շարժվում էին դեպի Հորմուզի նեղուց։ Reuters-ի տվյալներով անօդաչուները վտանգ են ներկայացրել քաղաքացիական նավագնացության համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ թիվ 12/13 ընտրատեղամասի արդյունքները ճանաչվել են անվավեր։ Պարզվել է, որ քվեարկության օրը բացակայել է թիվ 8 քվեաթերթիկը, տեղամասում քվեարկել էր 809 քաղաքացի։ Բոլոր արդյունքները զրոյացվել են, նյութերը փոխանցվել են դատախազություն, քննությունը շարունակվում է։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոնիսյանը քննադատել է Երևանի կենտրոնում երթևեկությունը սահմանափակելու գաղափարը։ Նա սարկազմով հայտարարել է, որ ավելի էժան կլինի ավտոմոբիլիստներին գնդակահարել։ Հասարակական գործիչը ծաղրել է քաղաքապետարանի մոտեցումները։ Նրա կարծիքով պետք է կառուցել նոր ճանապարհներ եւ հանգույցներ։ Իոնիսյանը նշել է, արգելքները չեն լուծի խնդիրը։ Նա նաեւ հեգնանքով առաջարկել է քանդել փողոցներն ու դրանք դարձնել անանցանելի տրանսպորտի համար։ Իոնիսյանի խոսքով ենթակառուցվածքային խնդիրները պետք է լուծվեն ներդրումներով, այլ ոչ սահմանափակումներով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն զգուշացրել են հնարավոր սոցիալական լարվածության մասին։ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինի խոսքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Նա նշել է, քաղաքացիները կարող են ընդվզել։ Մեղադրանքները ուղղվում են իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Վարչապետը կարևորել է երկու երկրների ժողովուրդների կապերը։ Նա նշել է, համագործակցությունը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի հիման վրա։ Փաշինյանը խոսել է բաց եւ կառուցողական երկխոսության կարևորության մասին։ Նա Պուտինին մաղթել է հաջողություններ Ռուսաստանի ժողովրդին, բարօրություն եւ բարգավաճում։ Ուղերձում Փաշինյանը նշել է, Ռուսաստանի օրը խորհրդանշում է երկրի զարգացման ուղու անկախ ընտրությունը։ Նա ընդգծել է, երկու երկրների բազմակողմանի կապերը պետք է շարունակեն ամրապնդվել։ Վարչապետը կարևորել է նաեւ ինքնիշխանության եւ պետական շահերի փոխադարձ հարգումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 637 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է լրացուցիչ 1148 ձայն։ Ուժեղ Հայաստան դաշինքի քվեները աճել են 508-ով։ Հայաստան դաշինքը ստացել է եւս 217 ձայն։ Մի շարք ուժերի քվեները նվազել են։ Փոփոխվել է նաեւ անվավեր քվեաթերթիկների վիճակագրությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին գրանցվել է լրացուցիչ 147 ձայն։ Միաժամանակ որոշ քաղաքական ուժեր հարյուրավոր ձայների կորուստ են արձանագրել վերահաշվարկից հետո։ Անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 859-ով։
Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիշկինը հայտարարել է. հայ-ռուսական հարաբերությունները մտնում են վերաիմաստավորման փուլ։ Նա ընդգծել է Մոսկվան հարգում է Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ ակնկալում է, որ այլ գործընկերների հետ համագործակցությունը չի վնասի երկկողմ կապերին։ Դեսպանը հիշեցրել է պատմական ընդհանուր անցյալը։ Նա նաև հայտնել է մշակութային նոր ծրագրերի մասին։ Կոպիշկինի խոսքով երկխոսությունը պետք է շարունակվի։ Դեսպանը նշել է, երկու երկրների ղեկավարների եւ պետական կառույցների միջև շփումները պահպանվում են ակտիվ մակարդակում։ Նա նաև հայտարարել է, մինչև տարեվերջ կանցկացվեն Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեվոր մշակույթի օրեր։ Կոպիշկինի գնահատմամբ դրանք կնպաստեն ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը պատերազմ չի սկսել։ Նրա խոսքով Մոսկվան 8 տարի փորձել է Դոնբասի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Պուտինը պնդել է, Ռուսաստանը գործնականում միայնակ է պայքարում ամբողջ արևմուտքի դեմ։ Նա նաև ընդգծել է, որ ոչ ոքի չի հաջողվի հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ ՌԴ նախագահը խորհուրդ է տվել Ռուսաստանի թշնամիներին չպայքարել իր երկրի դեմ եւ ընտրել խաղաղ գոյակցության ճանապարհը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի կողմից հրապարակված պայմանները չեն համապատասխանում նախկինում համաձայնեցված տարբերակին։ Նրա խոսքով հրապարակված տեղեկությունները հակասում են գրավոր պայմանավորվածություններին։ Թրամփը Իրանի ներկայացուցիչներին անվանել է շատ տանպատվաբեր մարդիկ։ Նա նաև կասկածի տակ է դրել բարի կամքով գործարքի հասնելու հնարավորությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ստորագրմանը։ Նա կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Արաղչին նշել է, բոլոր մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Հայտարարությունը հնչել է Թրամփի կոշտ քննադատությունից հետո։ Թեհրանը շարունակում է պնդել, բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, մի շարք երկրներ 2022 թվականից հետո միացել են Հյուսիսատլանտյան դաշինքին, Ռուսաստանի պարտության դեպքում շատ ստանալու ակնկալիքներով։ Նրա խոսքով որոշ պետություններ ցանկանում են կարկանդակի կտոր ստանալ հնարավոր արդյունքներից։ Պուտինը նաև ընդգծել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի կարևորությունը։ Նա նշել է, Ռուսաստանը կուժեղացնի պատասխան գործողությունները քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները կանխելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, Հորմուզի նեղուցի եւ Իրանի վերաբերյալ բազմաթիվ սխալ տեղեկություններ են տարածվում։ Նրա խոսքով Իրանը որևէ գումար չի ստանում միայն համաձայնագիրը ստորագրելու դիմաց։ Վենսը նշել է, հնարավոր գործարքը նախատեսված է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։ Նա նաեւ ընդգծել է, տնտեսական օգուտները հնարավոր կլինեն միայն պարտավորությունների կատարման դեպքում։ Փոխնախագահը վստահություն է հայտնել, Թրամփը կկարողանա հասնել շահավետ արդյունքի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև խոսել է Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին։ Հայտարարությունը ներառված եղել Ռուսաստանի օրվա առթիվ հղված պաշտոնական ուղերձում։ Ռուբիոն շեշտել է դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, համաձայնագրի տեքստի վերջնական մշակումը շարունակվում է։ Նրա խոսքով համապատասխան գերատեսչությունները ներկայումս աշխատում են փաստաթղթի վրա։ Բաղային նշել է, համաձայնագրի ժամկետներն ու մանրամասները կախված են դիվանագիտական գործընթացից։ Նա չի բացառել, որ վերջնական արդյունքը կարող է դեռ փոփոխվել։ Թեհրանը շարունակում է սպասել անհրաժեշտ հաստատումներին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Եվրամիության բոլոր անդամ երկրները համաձայնել են բացել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլը։ Նրա խոսքով սա կարևոր քայլ է դեպի եվրոպական ինտեգրում։ Բանակցությունների առաջին փուլը կվերաբերի օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական ինստիտուտներին։ Ֆոն դեր Լայենը ընդգծել է, ընդլայնումը մնում է Եվրամիության ամենահաջողված նախագծերից մեկը։ Նա նաեւ նշել է, այս գործընթացը կուժեղացնի խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն առանց արդարացումների։ Նրա խոսքով խոստումները պետք է պահվեն։ Ղալիբաֆը շեշտել է, համաձայնության հասնելու այլ ճանապարհ չկա։ Նա իր ուղերձում օգտագործել է «Ինչ ցանես, այն էլ կհնձես» արտահայտությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են երկու փուլով։ Առաջին փուլում պետք է համաձայնեցվի փոխըմբռնման հուշագիրը, իսկ միջուկային ծրագրին վերաբերող հարցերը տեղափոխվել են երկրորդ փուլ։ Նրա խոսքով այդ գործընթացի համար նախատեսված է 60 օր։ Արաղչին նշել է, Վաշինգտոնը առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը։
Իսրայելը մտադիր է պահպանել Իրանի դեմ գործողությունների ազատությունը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. Իսրայելը պետք է պահպանի անկախ գործելու ունակությունը Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նա ընդգծել է Նեթանյահու եւ իր հանձնարարության բանակը պատրաստվում է համապատասխան գործողությունների։ Կացը նաեւ նշել է ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է Իսրայելի շահերը հաշվի առնելով։ Իրանի ակտիվները կհանվեն սառեցումից ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով համաձայնագիրը նախատեսում է նաև տնտեսական ծրագրեր Իրանի համար։ Նա նշել է, դա թույլ կտա զգալի ֆինանսական հոսքեր դեպի երկիր։ Արաղչին ընդգծել է, գործընթացը կհստակեցնի նաև ապագա համագործակցության մեխանիզմները։ Ռուսաստանը չի պատրաստվում թույլ տալ ԱՄՆ-ին էներգետիկ գերիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարատ Բերդիևը։ Նա նշել է, որ G20-ում Ռուսաստանն եւ գործընկերները կդիմադրեն այդ փորձերին։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված է էներգետիկ վերահսկողության ամրապնդմանը։ Ռուսաստանը դա որակել է որպես նեոգաղութատիրական մոտեցում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանը կարող է ապագայում ուժ կիրառել Հորմուզի նեղուցում։ Նրա խոսքով տարածաշրջանում իրավիճակը կախված է բանակցությունների ընթացքից։ Նա նշել է, ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործընթացը դեռ շարունակվում է։ Միաժամանակ ընդգծել է, Իրանը պաշտպանում է իր շահերը։ Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացնելով Երևանի երթևեկության կառավարման նոր մոտեցումները։ Նրա խոսքով քաղաքապետարանը ստեղծել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի հիմնական նպատակը թվային լուծումների ներդրումն ու երթևեկության հոսքերի վերլուծությունն է։ Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ, նշել է Ավինյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները, վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, ըստ այդմ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեն ավելացել է 147-ով, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի քվեն ավելացել է 508-ով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեն ավելացել է 1148-ով։ Հունիսի 12-ին ժամը 18:16-ին եղանակային անբարենպաստ պայմանների ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կիլովատ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես Ռիաթազա, Միրակ, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապա եւ Ջամշլու գյուղերը։ Այս մասին հայտնել են ՀԵՑ-ից եւ նշել, որ այսօր վաղ առավոտից ժամը 06:00-ից մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում առաջիկա ժամերի ընթացքում։ Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին, կցելով նախագծի մանրամասն էքսդիզայն առաջարկը եւ ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնականան շենքի վրա, անհրաժեշտ է նաեւ ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համալիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ Հակակոռուպցիոն դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում հունիսի 15-ից 16-ին գիշերը եւ կեսօրից հետո 17-ից 19-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ից 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար 4-ից 5 աստիճանով կբարձրանա։ Երևան քաղաքում հունիսի 15-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 16-ին եւ 18-ից 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։